Համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո նախագահ։ Հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն է, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար, որը 462-րդ հոդվածն է քրեական օրենսգրքի։ Ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում պատիժը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սանկցիան, տուգանք սանկցիան, ուրեմն առավելագույնը 20 պատիկի չափով փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող է որոշակիորեն նպաստել զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Հարցերի համար հերթագրում։ Գեղամ Մանուկյան, համեցեք։ Պարոն Քոչարյան, չվիճարկելով հարցի կարևորությունը, իրականում Պաշտպանության հանձնաժողովում հատկապես փակ նիստերում շատ մանրակրկիտ ընդհանրապես եւ 25 օրյա վարժական հավաքների կարգապահության եւ զորակոչի կարգապահության հարցով շատ շահագրգիռ քննարկումներ են գնացել, բայց նայեք, մի հատ մեծ խնդիր կա։ Օրենքը փոփոխվել է տարբեր ձևաչափերով 25 օրյա վարժական հավաքի ազդարարման մեխանիզմներին ավելացել է նաև ազդարար EM-ում հայտարարությունը 8-րդ թե 9-րդ օրը եթե կախված է, համարվում է քաղաքացին տեղեկացված։ Հիմա կարող եք ելույթներ կամ լինեն հեռախոսով փորձեք ազդարար կետը մտնել, Պաշտպանության նախարարությանն էլ ավազանգ է բազմաթիվ անգամ կարող եք մտնել ազդարար EM եւ չգտնել որևէ 25 օրյա վարժական հավաքի մասին ծանոթություն։ Համակարգը չի աշխատում եւ արդյունքում ունենում ենք ինչ կա օրենք, որը գործում է եւ բուն մեխանիզմի անգործությունը, այսինքն տվյալ դեպքում քաղաքացին, որին ազդարար կետ EM-ով ենթադրենք տեղեկացրել են, ինքը դրա մասին տեղյակ չի լինում, բայց բնականաբար ավելի ծանրացած քրեական օրենսգրքով պատասխանատվության պետք է ենթարկվի։ Շնորհակալություն պարոն Մանուկյան հարցի համար, տեսեք, պատասխանատվության անձը կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ որ ծանոթված է։ Այսինքն, եթե ծանոթված չէ, հարցը նրանում չի, ինքը այդ ազդարար EM-ում ծանոթումը տեսել է թե ոչ։ Հարցանումը, որ եթե օրենքի իմաստով դա համարվում է ծանոթված, ուրեմն ծանոթված է։ Այսինքն, եթե ձեր բարձրաձայնած խնդիրը ես ճիշտ հասկացա, ձեր բարձրաձայնած խնդիրը հիմնականում այն է, որ ազդարար EM-ում ծանոթություններ չեն տեղադրվում, թեպետ օրենսդրական այդ հնարավորությունը կա։ Այսինքն, ենթադրումը չեն տեղադրվում զինկոմիսարիատի կամ Պաշտպանության նախարարության կողմից։ Այսինքն, եթե չկա հայտարարություն ազդարար EM-ում տեղադրված, բնականաբար չի էլ կարող լինել պատասխանատվություն քրեական։
որտեղ քրեական պատասխանատվություն կարող է հավերահասնել արարքի ուրեմն մեղավորության դեպքում, եթե ծանուցված չի, բնականաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Ոչ թե ծանուցման հարցն է, կա թե չկա։ Ես ամեն անգամ փորձում եմ, չեմ կարողանում գտնել, բայց օրենքով այլևս քաղաքացին փոստով, email-ով տեղեկացվածության վերջին փուլը ազդարար EM-ն է։ Այսինքն մինչև քաղաքացին կարող ասի ես ծանոթված չեմ եղել, բայց ինքը դառնում է, այսպես ասեմ, 3 ոտքանոց աթոռ։ Երբ որ կա օրենքը, օրենքի կիրառումը լիարժեք չի, այսինքն գործադրումը ազդարարը լիարժեք չի եւ լուրջ խնդրի առաջ ենք կանգնել։ Այսինքն իհարկե ձեր գերատեսչությունը չի, Պաշտպանության նախարարությունը դեռ շարունակելու ենք խոսել, բայց ինքը լուրջ խնդիր է։ Օրենքի խստացումը այո կարևոր է, բայց այդ օրենքի խստացման հետ մեկտեղ այն մեխանիզմներ, որ պետք է լինեն, ամբողջական գործուն չեն։ Շնորհակալություն, ընդհանրապես հավելեմ, որ երկու տարբեր ուրեմն ընթացակարգերի մասն է խոսքը, այո, ծանուցումը մի բան է, դրա համար խուսափելու համար պատասխանատվությունը մեկ այլ բան է, ասեն նախագիծը հենց ծանուցված, պատշաճ ծանուցված, անկախ որ ընթացակարգով պատշաճ ծանուցված եւ խուսափող անձանց քրեական պատասխանատվության մասին է։ Շնորհակալություն, Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, տեսեք, դուք ասում եք, եկեք փոփոխություն անենք, 2 տարի նախատեսված պատիժը փոխարինենք 1-ից 3 տարի, դրանով իսկ նպաստելով զորահավաքի ճիշտ կազմակերպման, այսինքն ինչի պետք է քաղաքացին իմանալ, օրինքը 2 տարի պիտի դատվեր, հիմա իմացա, որ 1-ից 3 տարի պիտի դատվի, ինքը անմիջապես գնում է հանձնվում, այսինքն ինչն է փոխելու, որ դա ինչով ենք մենք դրանով բան փոխում, 1, եւ երկրորդը ծանուցման գաղափարը ինքը լավ գաղափար է, բայց ավելի ճիշտ կլինի նախապատրաստել այդ աշխատանքը, այսինքն քաղաքացին, որ իր կյանքը պետք է կանոնակարգի, գիտի, որ 26 թվականին գնալու է այս ինչ երկիր, այս ինչ տեղ, այս 3 ամիսը աշխատի կամ ինչ-որ մի խնդիր լուծի, սովորի, եւ այդ մարդուն տանը տեղեկացնում են, վարչական ղեկավարն ասում է, դու վաղը չեմ իսօրվանից պիտի գնաս հավաքի, այդ ծնողներս քիչ չեն կարող կապել այդ տղայի հետ, հետախուզում են հայտարարում այդ մարդու ծրագրերը խառնելով։ Ինչքանով է դա ճիշտ, խնդրում եմ պարզաբանեք։ Շնորհակալություն պարոն Բագրատյան հարցի համար։ Ասեք, եթե անձը ծանուցված չի, էլի նույն բանը պետք է գանք։ Ինքը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել։ Այո, հնարավոր է հետախուզում հայտարարվի եւ այլն, բայց եթե որ անձի մեղավորությունը, դիտավորությունը կհերկվի, բնականաբար այդ քրեական վարույթը կկարճվի։ Իսկ չկա պատասխանատվություն առանց մեղքի։ Ինչ մյուս մասով եթե տեսեք, ըստ էության պատժի խստությունը հանցագործությունների կանխարգելման բաղադրիչներից ընդամենը մեկն է, որը ոչ էական, առաջնայինը չի միանշանակ, առաջնայինը պատժի անխուսափելիությունն է, բայց բնականաբար այս պատժի խստացմամբ նաև մենք չենք փորձում կոմպենսացնել ծանուցումների ընթացակարգերը, եթե պատշաճ չեն ծանուցվում։ Սա ընդամենը բաղադրիչներից մեկն է, որով պետությունը իր քաղաքական կամքն է ցույց տալիս, որ այս արարքները, այս արատավոր երևույթներին նկատմամբ պետությունը առավել խիստ մոտեցում է այս պահից փորձում որդեգրել։ Բնականաբար սրանով չենք ակնկալում, որ բոլոր այս դեպքերը վերանալու են կամ դրանց գոնե առնվազն մեծ մասը վերանալու է, սակայն սա որոշակի ազդեցություն կունենա եւ ամենակարևորը, որ սա պետության մեսիջն է, որ այս երևույթների հանդեպ բնականաբար մեր հիմնական գործառույթը մինչև այդ քրեական վարույթները, պրոցեսները պատշաճ կատարելն է, ծանուցումներ, աշխատանք համապատասխան անձանց հետ եւ այլն։ Շնորհակալություն, արձագանք, լրություն դահլիճում։ Շնորհակալություն, Ղազարյան, նախազգուշացում կտամ ձեզ։ Մեկնաբանման կարիք ունի, որ դուք ասում եք 2 տարին փոխում ենք 1-ից 3-ով, պետությունը իր մեսիջն է եղում, որ մենք ավելի խստացնում ենք, բայց 2 տարին 1-ից 3 տարանով ինչով է պակաս խիստ,
Այսինքն հստակ գիտես 2 տարի եւ գիտես 1-ից 3 տարի հնարավոր է 1 տարի լինի, չէ՞։ Այսինքն մենք չեմ կարծում, որ այս փոփոխությունը իմաստ ունի, այդ իմաստով, եթե կա որևէ հիմնավորում, խնդրում եմ փոխանցեք հանրությանը, որ այդ փոփոխության իմաստը սա է, որ 1-ից 3 տարին ավելի խիստ է, քան 2 տարին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսեք, պարոն Բագրատյան, այստեղ ոչ թե 2 տարի, այլ մինչև 2 տարի, այսինքն 0-ից մինչև 2 տարի, իսկ նոր փոփոխված մեր նախագծով նվազագույնը 1 տարին է, խոսքը վերաբերում է իհարկե ազատազրկմանը, բայց այսինքն խստացվում է եւ խստացում են հենց այդ առաջին մասերը, 2 հոդվածների, որոնք առանց այդ ծանրացնող հանգամանքների կատարված արարքներն են, նվազագույն մի քայլով ենք խստացնում, այսինքն տենց շատ էական խստացման չենք գնում, ընդամենը, ինչպես ասած, մեսիջ որպես շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Թադևոս Ավետիսյան։ Տեսեք, ձեր հիմնավորման մեջ ըստ էության բերեցիք ի սկզբանե, որ վիճակագրությունը լավ չի, վարժական հավաքներից խուսափում կամ պարտադիր զինվորական ծառայությունից, հետևաբար դուք հիմա առաջարկում եք խստացնել քրեական պատասխանատվությունը ըստ այդ արարքների համար։ Բայց հետո նաև բնականաբար ձեր խոսքի մեջ նաև այս քննարկման ընթացքում պարզվեց, որ դա առաջնային այսպես ազդող գործոնը չի եւ ենթադրաբար կան նաև մի շարք այլ գործոններ։ Նաև վստահաբար գործոններից մեկն էլ ոչ միայն ծանուցումը, այլ այդ գործընթացի պետության կողմից կազմակերպելն է։ Այսինքն չեմ ուզում վատ բառերով բնութագրեմ, բայց կազմակերպական այո խնդիրներ կան բազմաթիվ։ Հիմա դուք ձեր մեսիջը, ձեր բառով ասեմ, քաղաքացու համար խստացնում եք պատիժը։ Բա այդ կազմակերպողների համար, որ այսինքն պետությունն է ներկայացնում եւ նաեւ այս վատ վիճակագրությունը իրենց վատ աշխատանքի կամ անգործության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի կամ ընդհանրապես պրոցեդուրաները ոչ ամբողջական լինելու հետևանք է։ Բայց այդ մասին ինչ մեսիջ եք փոխանցում։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, տեսեք, տարբեր հարթությունների հետ գործ ունենք, այո, խնդիրներ կան եւ կազմակերպչական եւ խնդիրներ կան, ուրեմն այս քրեաիրավական որակումների մասով։ Կոնկրետ այս նախագծով մենք նախատեսում ենք որոշակի դրական ազդեցություն բերել հենց քրեաիրավական ներգործության միջոցների փոփոխության միջոցով։ Բայց այո, ճիշտ եք նկատել իմ ասածը, ես էլ գտնում եմ, որ սա այն կարևորագույն եւ առաջնային խնդիրը չի, առաջնային խնդիրը պատշաճ ուրեմն ընթացակարգերն են, այսինքն այդ ծանուցումների ընթացակարգեր, ավելի կարևոր խնդիր է հասարակության ընկալումը այդ ծանուցումների պարտադիր զինվորական ծառայության եւ նաեւ վարժական հավաքների նկատմամբ, այդ ինստիտուտների նկատմամբ, բնականաբար բոլոր հարցերը մեկ նախագծով հնարավոր չի լուծել, սա ընդամենը մեկ քայլ է, փոքր, բայց ինչ որ քայլ է, որով մենք ակնկալում ենք, որ որոշակի դրական ազդեցություն պետք է ունենանք այս վատ տենդենսը ուրեմն նվազեցնելու համար։ Արձագանք։ Բնականաբար մեկ քայլ չի, բայց այստեղ առաջնահերթության հարց կա։ Հիմա դուք որպես եթե գալիս ենք նպատակից, եթե իրականում նպատակը, որ վարժական հավաքներից չխուսափեն կամ քիչ խուսափեն, անվիճակագրությունը տենդենսը վատը չլինի, այստեղ ամենակարևոր խնդիրը, առաջնային խնդիրը, մանավանդ որ դուք ասում եք սա չի առաջնայինը, այդ առաջնային խնդիրն են լուծում, եթե գալիս ես նպատակից։ Եթե խնդիրը դրված է, որ այնուամենայնիվ, ասենք, քաղաքացում պատժենք կամ ավելի խիստ պատժենք, որը բնականաբար դուք էլ ասում եք չի բերելու նպատակի իրացմանը։ Այստեղ դառնում է դրված նպատակի եւ առաջարկվող կարգավորումների մեջ առնվազն առաջնահերթությունների մասով անհամապատասխանություն։ Այսինքն պետությունը մի հատ թող իր գործը ամբողջական անի։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ այս խստացման կարիքն էլ չլինի։ Խոսքը սրան է վերաբերում։ Սա այն ամենավերջին, այսպես ասենք, գործիքակազմն է, որ արել եք ամեն ինչ նորմալ է, այստեղ մնացել է մենակ, որ այ գիտեք, մի քիչ էլ որ ավելի ծանր պատժենք, խնդիրը կլուծվի, նպատակը կիրականացվի։ Բայց այդպես չի, չէ՞։ Պարոն Ավետիսյան,
տարբեր ուղղություններով այս խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում, թե պաշտպանության նախարարության կողմից, թե այլ գերատեսչությունների, որոնք որևէ բաղադրիչ ունեն այս խնդրի լուծման շրջանակներում։ Խոսքը վերաբերում է եւ ծանուցումներին, պատահական չի, որ այդ էլեկտրոնային ծանուցման համակարգով ծանուցման հնարավորությունն է օրենսդրական ավելացվել, այսինքն տարբեր ուղղություններով նույնպես աշխատանքներ են տարվում եւ գուցե առկա են որոշակի պրակտիկ խնդիրներ այդ կարգավորումների կիրարկման հարցերում, բայց կոնկրետ այս նախագծով պատասխանատվությունը խստացում է ոչ թե չծանուցված կամ այլ պետական մարմինների ինչ-որ այլ աշխատանքի թերացման արդյունքում չծանուցված անձանց, այլ ծանուցված եւ իրենց որոշմամբ ուրեմն վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական զորակոչից խուսափող անձանց նկատմամբ, այսինքն այս երկու հարթության հարցերը կարծում եմ, որ իրար չեն հակասում, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերը ավարտվեցին։ Տիկին Դավան, պետք է խնդրեմ նորից մոտենաք։ Համեցեք, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, առաջարկվող կարգավորումները խաթարում են, առաջարկվող կարգավորումները օգնում են, որպեսզի մենք կարողանանք լուծել մի շարք խնդիրներ, որոնք խաթարում են զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի եւ պետության պաշտպանունակությունը, առաջարկում է զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու եւ նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասի եւ 462-րդ հոդվածի առաջին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները։ Ես կարծում եմ, որ այո, մենք շատ անելիքներ ունենք, պարոն Թադևոսյան, ձեր նշած խնդիրները հաշվի առնելով եւ շատ ու շատ այլ խնդիրներ, որոնց մասին մենք այստեղ չենք խոսել ենք նաեւ հանձնաժողովի նիստի ժամանակ, սակայն կարծում եմ, որ նաեւ այս նախագիծն էլ կարևոր նախագիծ է, որի ընդունումը գուցե փորձի ինչ որ չափով շտկել գոյություն ունեցող իրավիճակը եւ խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Դավոյան, հարցերի համար արտագրում։